Բարի լույս սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ, որ բոլորդ շատ լավ եք, վաղուց է ձեզ հետ չէի այսպես դեմքով բարևել, հարցրել, ոնց եք, ինչ եք անում, հուսով եմ, որ առողջ եք, չեք հիվանդացել, պատրաստվում եք ամանորին, ինչպես բոլորս այս օրերին, մեզ մոտ առավոտ շուտ է, կրկին ձյուն է գալիս, ուժեղ ձյուն է գալիս, դուրս ենք եկել մի փոքրիկ գնումների, ասեցի միացնեմ, բարևեմ իմ սրտիկներին, տեսնեմ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, մենք էլ անցնենք մեր առօրյա գործերին։ Դե ինձ սիրելիներս, վլոգս սկսեմ, շնորհակալություն հայտնեմ բոլորիցդ, շատ ձեր ջերմ, ձեր բարի, ձեր լավ մեկնաբանությունների համար, ամեն մեկի իր սրտի եղած բարությունն ու սերն է ցույց տալիս մեզ, ինչի համար անչափ շնորհակալ եմ, իմ բարիներ, թող Աստված շատ օրհնի ձեզ այդ ձեր բարի մաղթանքները, որ իմ ընտանիքին եք կամենում, ասում, մաղթում, սիրելիներս սիրում եմ բոլորից, շատ անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, դե ինչ ես իմ վլոգը սկսեմ, հետո արդեն կշարունակեմ, որտեղից որ կշարունակեմ, անջատեմ հիմա, հետո կմիանամ։ Ինձ սիրուն է, շատ սիրուն է։ Սիրելիներս, տանից եմ միանում ձեզ, ոչ կարողացա խանութում նկարել, հետո էլ արդեն տանը հարմար չեղավ գնումները նկարելու, այսպես ոնց եմ հասցնում նկարեմ, ինչքան եմ հասցնում, այդքանը ձեզ սիրելիներս ցույց կտամ, կնկարահանեմ։ Դե ինչ, եկեք ստեղ էլ նորից անջատեմ, երբ որ պատրաստեմ իմ կրեմը ու արդեն տորթը մեղրով կփորձեմ նկարահանել եւ ցույց տալ սիրելիներս։ Այնպես որ դիտեք, գիտեմ, որ այս օրերին բոլորդ էլ շատ զբաղված եք, ժամանակ էլ չունեք, բայց ինչևից է, ես կպատրաստեմ, վլոգ կպատրաստեմ, կթողնեմ ալիքում, երբ որ ժամանակ կունենաք, այն ժամանակ կնայեք, սիրելիներս, քանի որ տոն օրեր են, կարող է այնպես լինի, 1-2 օր այդպես վլոգներ էլ չլինեն, չեմ հստակ ոչինչ ասում, բայց շատ հնարավոր է։ Դրա համար թող ալիքում լինի, երբ որ արդեն հանգիստ կլինեք, պարապ կլինեք, սուրճ խմելու կլինեք, ընթացքում կնայեք։ Դե ինչ սիրելիներս, անջատեմ կմիանամ։ Սիրելիներս, ես արդեն եկա խոհանոց, մեզ մոտ երեկո է, ինչպես տեսնում եք արդեն մութ ընկնում է, ես պատրաստել եմ եփովի կրեմի բաղադրիչները, ինչը որ մեզ անհրաժեշտ է, ես առաջինը նախ եփում եմ եփովի կրեմը, կարող եք 1 օր շուտ էլ եփել եւ թողնել սառնարանում, այդպես ավելի լավ է լինում, սենց ասեմ, պատրաստում եմ սա իմ տարբերակով, իմ չափաբաժնով, որը որ ես վաղուց փորձել եմ, գիտեմ, որը որ միշտ օգտագործել եմ խմորեղենների մեջ, ինչի մեջ որ անհրաժեշտ է եփովի կրեմը։ Ուրեմն 1 պորցիայի համար ես կասեմ, բայց ես պատրաստելու եմ 1.5 պորցիա, բայց եկեք 1 պորցիայի համար բաղադրիչները ասեմ։ Ուրեմն մեզ անհրաժեշտ է 1 պորցիայի համար 500 մլ կաթ, 2 ձու, 60 գրամ եգիպտացորենի օսլա, եթե չեք կարողանալ գտնել խանութներից եգիպտացորենի օսլա, ես ինքս չեմ կարողացել եւ վերցրել եմ կարտոֆիլի օսլա, ոչ մի տարբերություն, շատ ընտիր է ստացվում, վաղուց փորձած է, հաստատ կարող եք հանգիստ վերցնել եւ 150 գրամ շաքարավազ ու վանիլին, սիրելիներս, 1 թեյ կտար վանիլին։ Ուրեմն սկզբի համար հարում ենք ձուն, շաքարավազը, հետո օսլան քիչ-քիչ, որ ինքը գնդիկներ չառաջանա եւ քիչ-քիչ ավելացնում ենք կաթը ու դնում ենք սիրելիներս, վերցնում ենք այսպիսի աման ու հարիչ, որ կարողանանք մենք շատ թույլ կրակի վրա, քանի որ օսլան շուտ է պնդանում, իրեն եփել։ Ու վերջում սիրելիներս, տեսեք, ես լավ հիշեցի, ավելացնում եմ 100 գրամ կարակ կամ մարգարին, այստեղ է իմ մարգարինը, ոյ հալվել է արդեն բարի վրա դրել էի, հալվել է, բայց 100 գրամ է կարակ սիրելիներս։ Րոպե հեսա մոտենամ։ Մի խոսքով, սենց, հեսա սկսեմ անել սիրելիներս, ես անում եմ 1.5 պորցիայի համար։
for so long. We've been waiting for this time to begin. We ain't getting any older. I kinda feel a little younger. Run away and embrace the day. The sun is out, won't go away. Feel the clouds on your shoulder. Touch the sky, feeling bolder. Going out, going all the way. Going high, 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 high. Going out, going all the way. Going high, high, high. Going all the way, going up. Going all the way, going up. Going all the way, going high, high, higher. Break the mold, then press repeat. Get 'em up on the edge of their seats. Set your aim a little higher. We're gonna go there. Going out, going all the way. Going high, 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 high. Going up, going all the way. Going high, high, higher. Going all the way, going up. Going all the way, going up. Going all the way, going high. Սիրելիներս արդեն համարը պատրաստան է, ինչ ընտիրը սիրելիներս մի հատիկ գունդ, մի հատիկ գույնը, այսպես շատ սիրում, շատ ընտիր, նայք արդեն համարը պատրաստը այսպես, մեկ ռոպեից կանջատը, ցույց կտամ ձեզ, այսպես սիրելիներս, Հեսա ցույց կտամ, այսպես կեք շրջան, ահա սիրելիներս դատարկեցի, այսպես ինքը, շատ գեղեցիկ գույն, նայեք, ինչ գլատկի, ինչ յուրահատուկ, սրան գոլոշին արդեն բան արեց, թողնելու եմ սարչի, շատ գեղեցիկ, սիրելիներս սառումը, հիմա ես սովորական սննդային թաղանթով կծածկեմ, կդնեմ սառցախցիկը կամ թեկուզ և դուրսը, եթե սառնա, նայեք ստեղ, ինքը սառումը, մի փոքրիկ պնդանում է, այսպես կտրտվում է արդեն լցնելուց, այսպես, ու սիրելիներս, հարում եմ մարգարինը, եթե ուզում եմ զավառնոյ չլինի, ուրիշ կրեմ ստանամ, ես հարում եմ տնային ջերմաստիճանի մարգարինը ու գտալ ավելացնում եմ սա, ստանում եմ շատ յուրահատուկ համեղ կրեմ, թողնեմ սառչի, սիրելիներս, կրեմը արդեն պատրաստ կլինի, ձեզ ցույց կտամ, ուղղակի ուզեցի այս եփովի տարբերակը իմ տարբերակով թողնեմ ալիքում, Ինչա տղես? Ամպիչա, բոլորից սիրում եմ։ Մենք էլ քեզ ենք ամպիչապ բոլորս սիրում, ադևս։ Մամա, անես տապարիչը։ Դիրդ այդ կապարիչը արևս։ Մաման մի հատ նկարի, ճիրտես։ Սիրելիներս, սա պետք է այնքան եփեմ, 30, նույնիսկ 40 րոպե ես եփում եմ, ինքը ստանում է կարամելի գույն իրիսի։ Ես այդպես եմ սիրում, ես այսենց բաց, սփռտնած մեղրովտորտ չեմ սիրում։ Ես սիրում եմ կարամելնի ու շատ սիրում եմ հենց իմ պատրաստած մեղրովտորտը։ Գլուխս չեմ գովում, մեր ընտանիքի անդամներն էլ են շատ սիրում հենց իմ պատրաստած մեղրովտորտը։ Որովհետև յուրահատուկ է ստացվում, միշտ հալչում է բերանում։ Սիրելիներս, ահա իմ խմորը պատրաստ է։ Նայեք ինչ փափուկ, ինչ լավ ստացվեց։ Այսպես շատ լավ խմոր ստացվեց։
Հիմա բաժանեմ գնդերի 2 պորցիայի համարը։ Սիրելիներս ու ցույց կտամ, այսպես ուզում եմ կարճ տարբերակով ցույց տամ, որ հասցնեմ նկարահանումները անել։ Ահա, սիրելիներս, բաժանեցի 9 գնդերի, այն մի պուճուրիկը մեղրով տորթի փշուրի համարը, սրանք 4-4 հատով, մեկը որոշեցի անեմ մեղրով տորթ, մեկը թռչնիկատ գլազուրով։ Դե ինչ այսքանը։ Թողնեմ կհանգստանա, տաքացնեմ ջեռոցը ու սկսեմ հերթով պատրաստել արագ սիրելիներս։ Ահա սիրելիներս, սա է լիստերը, բացված վիճակում, այսպես կալկայի վրա բացում եմ, միանգամից թխում եմ ու շատ հեշտ դուրս է գալիս։ Ահա սիրելիներս, սա էլ պատրաստի վիճակում, նայեք ինչ փափուկ, նայեք ինչ փափուկ է, նայեք բարձրանումը, այսինչ փափուկ, սիրուն, այսինչ ընտիր լիստեր է ստացվում սիրելիներս, յուրահատուկ մեղրով տորթ է ստացվում, անկեղծ եմ ասում, հարճում է բերանում։ Սա էլ իմ լիստերը, այսպես դեռ 8 հատ ունեմ անելու։ Նայեք բարձրությունն էլ այդքանը, ինքը նայեք բարձրությունը, շատ փափուկ է։ Սիրելիներս, ահա ես վերջացրեցի իմ լիստերը, մի հատ ստեղ դուք նայեք, այս մեկը փշուրի համար է, սրանք էլ արդեն 2 պորցիայի համար է, նայեք ստեղ բարձրությունը սիրելիներս, բարձր, փափուկ, յուրահատուկ, դե այլուրը պետք է մաքրեմ վրայից, փուզայով մաքրում եմ, այսինչ նայեք ինչ ընտիր լիստեր ա եղել երեխեք ջան, ընտիր ա եղել, համը էլ չասեմ ոնց ա լինում, պատկերացրեք, որ ես իմ պատրաստած մեղրով տորթից են կողմ ոչ մեկինը այսքան ժամանակ որ ասեմ չի հասնի, հաստատ եմ էտի ասում, գլուխս կարամ գովամ, որովհետև իրոքից իմ պատրաստածը, իմ ընտանիքի անդամներն էլ միշտ ասում են քո պատրաստած մեղրով տորթը ուրիշ է, միշտ այսենց ընտիր ա լինում, նայեք ստեղ, փափուկ ա սիրելիներս, չեմ ուզում կպնեմ, հիմա որ կպնեմ կկոտրեմ, բայց չեմ ուզում կոտրեմ, նա փշուրի համարը, սրանք էլ այսպես յուրահատուկ, արդեն սիրելիներս շատ ուշ ժամ ստացվեց, մինչև վերջացրեցի, ես կրեմները վաղը լրիվ կավարտեմ, արդեն խմորեղենը տորթը պատրաստի վիճակում ձեզ ցույց կտամ։ Այսքանը իմ լիստերի մասին, պատրաստեք սիրով ու համ տեսեք։ Սիրելիներս, սա էլ իմ մեղրով տորթը, նայեք ինչ գեղեցիկ է ստացվել, ինչքան բարձր, կտրեմ, կտրած հետո ցույց կտամ, հիմա չէ, սիրելիներս, քանի որ նոր եմ քսել, հետո կրեմը կքաշի իրեն, ես արդեն կտրած վիճակում ձեզ ցույց կտամ, նայեք սա իրա վերջնական տեսքը, մնում է գլազուրովն էլ պատրաստեմ, բանի թռչնիկաթը ու վերջ, իմ 2 խմորեղենները, տորթիկները պատրաստ են, այսպես շատ լավն է, շատ ախորժելի է ստացվել։ Դե ինչ, հիմա էլ նրա գլազուրը պատրաստ եմ ու ցույց կտամ։ Սիրելիներս, սա էլ իմ թռչնիկաթը, արդեն պատրաստեցի գլազուրը, նայեք ինչ գեղեցիկ փայլուն գլազուր ստացվեց, շատ համով է, համն էլ փորձել եմ, շատ համով գլազուր ստացվեց, շրջեցի սինու մեջ դրեցի տորթը, որ ծորա, այսպես լցվի կողքերը, հանկարծ չթափվի սեղանին, այսպես սիրելիներս, իմ տորթիկները պատրաստ են, ավարտեցի ես իմ խմորեղենի պատրաստման գործընթացները, որոշել եմ այս տարի այս 2 տարբերակը պատրաստեմ, բավական է սիրելիներս, այս տարի ամեն ինչ որոշել եմ շատ սենց քիչ, շատ այն որ սենց ամեն ինչից քչացնեմ, սովորական էլի սիրելիներս, քանի որ միշտ էլ ամեն ինչ կա, ամեն ինչ լինում է, չհոգնեմ շատ, երեխաների հետ ու նկարահանումների հետ շատ բաներ չեմ էլ հասցնում անել սրտիկներս, դե ինչ, սա էլ իմ տորթերը, մեզ բարի ախորժակ, սիրելիներս դուք էլ պատրաստեք, սիրով պատրաստեք ձեր ընտանիքի, ձեր երեխաների համար, ես պատրաստեցի այն տարբերակները, ինչը որ մենք ամենաշատն ենք սիրում ու նախընտրում, ընտանիքիս անդամներն էլ այս 2 տարբերակը ամենաշատը ցանկացան,
բոլորիդ ուրախ բարի ամանոր։ Ավարտեմ վլոգս սիրելիներս։ Համբուրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիցդ սիրելիներս անչափ ձեր բարի, ձեր ջերմ, ձեր լավ խոսքերի համար։ Մի մոռացեք սիրելիներս, բաժանորդագրվեք իմ ալիքին, դրեք լայքերը եւ տարածեք իմ ալիքը։ Դե ինչ, պակա, համբուրում եմ բոլորիդ։